Ես քո Երևանն եմ, քո սիրելի մայրաքաղաքը, ում հաճախ լքում ես նաև, բայց հետո կարոտած վերադառնում ու խոստանում, որ այլևս երբեք չես հեռանալու, որովհետև ես աշխարհի ամենասիրունն եմ, ամենատակն ու ամենաապահովը։ Հաճախ մոռանում ես խոստումդ, գնում ես նորից, բայց ես շարունակում եմ սպասել քեզ, ու դու շարունակում ես ինձ սիրել, բայց արդեն հեռվից։ Ես շարունակում եմ քեզ համար ապրել, քեզ հիշեցնել քո պատմությունը, անցյալը։ Իմ փողոցներում քո անցյալն է, քո հայրերի ու նախահայրերի կերտած մշակույթը, արվեստը, գրականությունն ու գիտությունը։ Նրանք հաճախ խաչվում են ու նոր էջեր գրում քո ու գալիք սերունդների համար։ Արի շրջենք, եւ դու կհասկանաս, որ քո քաղաքում ամեն բան քո մասին է։ Իմ գրկում հանդիպում են Մաշտոցն ու Կորյունը, ու հենց նրանց հանդիպման վայրում էլ վեր է խոյանում Մատենադարանի հրաշագերտ կառույցը։ Այստեղ ամբարված է մի ողջ ժողովրդի հարուստ մշակույթն ու պատմությունը։ Խորենացին իր շուրջն է հավաքել իր գրչակից պատմիչներին, Ագաթ Անգեղոսին, Բուզանդին ու Փարպեցուն։ Հաճախ խաչվում են նրանք, հիշում մեր փառավոր անցյալի, հաղթանակած արքաների ու հզոր ժողովրդի պատմության մասին։ Գուցե հաճախ վախվում են նրանք, պատմությունից դասեր չքաղած մեր սխալների համար։ Պատմիչներին հանդիպում են Արշակունիները, Վարդանանց փողոցն էլ ավայրերի պատմությունն է պատմում, իսկ Տիգրան Մեծը շարունակում է մնալ մեր հավերժական երազանքի արքան։ Ֆրանշապու հարքային դեռ սպասում եմ, խոստացել է, որ կգա։ Մի օր Եղիշեն էլ անպայման կգա։ Ճիշտ է, փոքրինչ հեռու են Մաշտոցն ու Պարթևը, բայց նրանք մեր մշակույթի ամենաբարձր սյուներն են։ Իսկ դու գրեթե ամեն օր Սասնատան ամենածուռին ես տեսնում, նրա արձանը, հրապարակը, եւ նրա անունը կրող փողոցը քո ամենօրյա ճանապարհն է, դրա համար ես դու այդքան խենթ ու ուժեղ։ Եվ լավ է, որ այսօր քո սիրելի կրթահամալիրում դու որոշել ես հավաքել նրանց բոլորին ու քայլել պատմության քարուղիներով։ Եվ ինչ լավ է, որ դուք դեռ իմ գրկում եք։ Ես երջանիկ եմ։